Ստեղնաշարը համարվում է, ասեցինք, մուտքի հիմնական սայլ։ Նախատեսված է ինֆորմացիա մուտքագրելու համար, տեքստեր տարաթվային ստեղներից, տարաթվային ստեղներ կոչվում են այն ստեղները, որոնց կիրառմամբ և թվեր ենք մուտքագրում, և տարեր, տարային ստեղներ, ղեկավարը, control-ը, caps lock-ը, alt-ը, ամենաերկար ստեղնի բացատ ենք ասում, բացատի աջ և ձախ կողմը գտնվում է ղեկավարող ստեղները, անջատ։ Ստեղնին ինչ էինք ասում, բացատ, ինչի համար է նախատեսված, բառը բառից հեռացնելու, բացատի աջ և ձախ կողմերը գտնվող ստեղներին ասում ենք ղեկավարող ստեղներ, կարևոր ստեղներ, ինչի ղեկավարող, մենակ իրենք ոչինչ չեն անում, իրենց հետ մեկ այլ ստեղնի սեղմ են, որ որևէ գործողություն կատարի, ահա, ստեղնաշարի մեջտեղի կոճակները insert, home, delete and page up, page down, նշորդը ղեկավարող ստեղներ են, այս կողմում գտնվող թվերն են, որոնց միջոցով կարողանում եք թվերը մուտքագրել, եթե նամլուկ թվերի բանալին միացված է, եթե նամլուկը սեղմում եք, առաջին ինդիկատորային լույսը վառում է, այսինքն թվերի հետ կարող եք աշխատել, իսկ եթե սեղմում եք, առաջին ինդիկատորային լույսը անջատվում է, այդ դեպքում այս ստեղները սլաքի գործողությունն են կատարում, վերև, ներքև, page up, page down գործողություններն են կատարում, enter-ը նույն գործողությունն է կատարում, ինչ որ տարաթվային ստեղների մոտի enter-ը, այսինքն նշորդը տանում է նոր պարբերություն կամ հաջորդ տող։ Պիտի իմանանք օգտագործման ճիշտ ձևը, ինչպես օգտագործենք ստեղնաշարը։ Բութ մատերը դնում ենք բացատի վրա, աջ ձեռքի ցուցամատը դնում ենք G տառի վրա, ու որ սահեցնում ենք, այնտեղ դուրս եկած գծիկ կա, զգում ես, ձախ ձեռքի ցուցամատը F ստեղնի վրա ենք դնում և համապատասխանաբար տեքստը հավաքելու ժամանակ դեպի վերև, դեպի ձախ, դեպի աջ, այս մատիկները օգտագործում ենք, բառը ավարտելուց հետո սեղմում ենք բացատին։ Այո, կարող եք արդեն դուք աշխատել։ Ահա, մատիկները են մյուս ձախ ձեռքն էլ, այդպես իրար մոտ, բալա, էս էլ, ահա, դե ցուցամատ աջ մատի դնում ես G տառի վրա, ահա, դե հիմա քո էկրանի վրա տառեր են, չէ, դրված, պիտի սեղմես, ճիշտ կոճակին, ապրես, ահա, դե հիմա G տառը, շատ ապրես, այսինքն լավ աշխատանք կատարեցիր, հիմա դուք եք, բացատի վրա ենք դնում բութ մատիկները, մատերը, սա էստեղ, մյուսն էլ, F-ի վրա, ահա, դե հիմա քո էկրանին նայ, ինչին պիտի սեղմես F տառին, սեղմի F տառին, շատ ապրես, հիմա որ տառին պիտի սեղմես, G տառին, շատ ապրես, դե սեղմի F տառին, հաջորդը որ տառին, որ ձեռքով, աջ ձեռքի ցուցամատով, չէ, Բութ մատերը դնում ենք բացատին, այո, ցուցամատը G տառին, իսկ մյուս ցուցամատը F տառին։ Աջ և ձախ ցուցամատերը, այո, դե աշխատի, տեսնենք ինչ ես անում, ահա, ահա, այսինքն ինչ ստացվեց առաջին առաջադրանքը, G տառերը հավաքել։ այո, ճիշտ կատարեցիր, նստի Անգելինա, հաջորդ աշխատանքին անցնելու համար, որ կոճակին է սեղմելու, continue, ձեռքերը դիր ճիշտ ստեղների վրա, ահա, հա, այսինքն, և աշխատի, նայում ես քո ստեղնաշարին և քո էկրանին, ահա, ձեռքերը դնում ես ճիշտ, ահա, հիմա F-երին ապրես, էլի, բայց բութիկները չես մոռանում, այո, շարունակի, հիմա աջ ձեռքն ես օգտագործում, էլի, մի հատ էլ շատ ապրես, եղանին եք նայում և ձեռքերը ճիշտ դասավորելով հավաքում եք տեքստը, լավ, ահա, որից հետո մյուս հանդիպմանը տեքստային Word խմբագրիչում կաշխատենք։ Երեխաներ, տանը դուք դասագրքի մեջ կայքի անունը գրված է Typing Lab, կմտնեք այդ միջավայր և կաշխատեք այս ձևով։
Ընտրում ենք ուրեմն C պրոգրամի Microsoft Office եւ ընտրում ենք Microsoft Office Word W տառն է իրեն վրա գրած, որը Word-ի առաջին տառն է, սա մեր Word տեքստային խմբագրիչն է, պատուհանի կառուցվածքի մասին հիմա խոսեմ։ Պատուհանը ինքը ծրագիրը բացվում է պատուհանի տեսքով։ Պատուհանի տեսքը ապահովում է Windows գործավար ծրագիրը։ Windows գործավար ծրագիրը քո եւ համակարգչի միջև կապը ապահովում է։ Եվ իրեն միջավայրում բոլոր ծրագրերը գալիս են տեսքով արդեն ասեցինք։ Պատուհանը ղեկավարում ենք այ աճանկյունի 3 կոճակով՝ գծիկով, ուղղանկյուն ու խաչ։ Գծիկը ժամանակավոր փակում է։ Տանում է խնդրագոտի։ Խնդրագոտուց բացելու համար ծրագրի վրա գտոց ենք անում մեջտեղի կոճակով, փոքրացնում կամ մեծացնում ենք պատուհանը, տեսակ, ու մենք կարող ենք այս պատուհանը տանում ենք անվանագոտու վրա եւ ձախ կոճակը սեղմած պտտում ենք, խաչով փակում ենք, ու փակելը ինքը անմիջապես չի փակում, ինչ է անում, հարցնում ենք, պահպանենք, չպահպանենք, թե խուսափենք, էլի այդ երկխոսության պատուհանը ապահովում է Windows-ը, Հիմա պատուհանը մեծացնելու համար իդեպ կարող ենք պատուհանը նաև փոքրացնել, այ մկնիկը բերում ենք պատուհանի եզրը, տեսեք, ձախ կոճակը սեղմացելի մեծացնում կամ փոքրացնում ենք, պարզեր ու երբ փոքրացնում ենք, այ այսպիսի կանոն է առաջանում, սրան ասում ենք շրջապտտման կանոն, այս ընթացքում էլի որ ավելի հանգամանորեն կսովորենք, ամեն բան շատ լավ կհիշենք, պատուհանը մեծացրեցինք։ Հիմա տեքստ գրելու համար պատուհանի կառուցվածքային տարրերը անցնենք ու անցնենք տեքստ գրելուն։ Ամենավերևի գոտուն ասում ենք անվանագոտի։ Տեսեք անուն չունի գրված է դոկումենտ 1։ Եթե անուն լիներ, օրինակ փաստաթղթի անունը լիներ հաշվետվություն կամ որևէ մեկի անունը, հաշվը լիներ գրված հաշվետվություն կամ մանուշակ եւ այլն։ Լավ։ Սրան ասում ենք արագ հասանելիության վահանակ, գործիքներ են, ավելի հաճախ օգտագործվող գործիքներն է սրանք, լավ երեխաներ։ Քո նշորդը։ Պարզ է, տեքստ գրելու համար պիտի ընտրենք լեզուն։ Լեզուն միաժամանակ մենք կարող ենք 3 տարբեր լեզուներով աշխատել։ Գիտեք, խնդրագոտու աչանկյունում մենք ունենք լեզուները գրելու ծրագիր։ Այս դեպքում հիմա որ լեզուն են։ Հայերեն։ Օրինակ, տարբեր լեզուներ կա, ինչ ոճով ուզում ենք։ Ընտրում ենք այ այս կողմը թվերքա, չէ՞, այստեղ տարաշարի չափերն ենք ընտրում, տեսեք, եթե մեր ուզած տարաշարի չափը չկա, կարող ենք մուտքագրել, օրինակի համար 15 եմ մուտքագրում, եւ այնքան եմ անում, հիմա եթե ես գրեմ, օրինակ դասացուցակ, եթե ուզում եմ առաջի տառը մեծատառ գրեմ, մատը դնում եմ շիֆթի վրա, հետո դ տառի վրա, եւ գրում դասացուցակ, իդեպ, ստեղնաշարի վրա, ամեն մի տարին համապատասխանում է, ամեն մի ստեղնին մեկ տար։ Մենակ ու տարն է, որ երկու ստեղն ենք օգտագործում, W և U։ Լավ, հնչյունները, օրինակի համար A, Q, A-ը Ան է, Q-ն է, կամ Կ-ն է, L-ը L-ն է, լավ, հնչյուններով որ նման են, նույն տարերը համընկնում է հայերենի հետ։ Եվ վերը ունենք գրած 1, 2, 3 և այլը, հայերենում դրանք տարեր են։ Տեքստային ինչ ծրագիր գիտենք։ Անունը, այհա, Անգելինա։ Word, ճիշտ է։ Word ինչ է նշանակում։ Բառ, այո, Word նշանակում։ Քանի լեզվով կարող ենք, այո, շատ ապրես։ Ինչպես ենք փոխում դրոշը։ Ինչ եք ասում սպիտակ թղթին։ Աշխատանքային տիրույթ։ Իսկ ինչով ենք գրում։ Այն արկայծող գծիկին ինչ ենք ասում։ Ապրես, շատ ապրեք։ Նշորդ կամ կուրսոր, չէ, ճիշտ է։ Ով է գալիս գրատախտակի մոտ։ Արի Եվա։ Նստում ես համակարգչի մոտ։ Մկնիկը մոտեցնում ես օրինակ տեքստ բառին։ Տեքստ բառի սկիզբն է ստանում։ Մուկը բառի սկիզբը ու ձախ կոճակի դե դարձրու թավ։ Ապրես։ Ժիրնի, ահա, շատ ապրես նստի։
Մոսի հաջորդը դու ես գալու։ Շատ ապրես նստի։ Հաջորդը ով է գալիս ընդգծված գրենք Մոսի։ Շատ ապրես։ Շատ ապրես նստի Մոսի ջան։ Հաջորդը Նարե, արի Նարե ջան։ Հաջորդը նշում ես որ ոճով։ Այո, մատնանշված։ Շատ ապրես նստի։ Միացնենք համակարգիչները, կմտնենք տեքստային խմբագրիչ միջավայր և կհավաքենք տեքստ։ Ուստի հարկավոր է ընտրել Հիմա առաջադրանքի շրջանակում նկարը դրված է որևէ ստեղնի կամ որևէ գործիքի, դուք պետք է համապատասխանեցնեք